Ողջույն բոլորին, ես Վանուշը դուրս ենք եկել ենք Ֆրայբուրգեր, ուզում ենք համեղ սնվել ու մի քանի գնում ունենք անելու, այդպես, ոնց ես ան, որտեղ նստենք, մարդ չկա ու ենքան լավ է, մեր տրամադրության տակ Արյան, Արի, Ենքան սիրուն միջավայրը, շատ համեստ է ու հատկապես ուրախ եմ, որ մարդ չկա, ամբողջը մեր տրամադրության տակ է իդեպ մազերս ներկել եմ գիշերը, ամբողջ մեր շրջանում լույս չկար, էլիս չկար, ջուր չկար, պատկերացնեք, բայց մեր կոնկրետ տան հատվածում կար, մեր տանը կար, չգիտեմ, բոլորը բողոքում էին, որ չկա, բայց եթե չլիներ, դուք պատկերացնեք ներգլխիս, ինչ էի անելու ես, պես մի խոսքով, երկու բան ասում, ուրախ եմ, որ տարին իրար հետ սիրուն ամփոփելու ենք, կհանդիպենք ձեր հետ էլ, եկել մի բան ասենք, երեք պիտի մենք իրար հետ հավես ժամանց ունենայինք, մենք միշտ տարեվերջ սիրուն օր ենք ունենում իրար հետ, տարին եզրափակում ենք ու էդի դարձել է ավանդույթ, բայց ինչ-ինչ պատճառներով չունեցանք այդ օրը, շատ լարված, մի խոսքով վատ էմոցիաներով օր էր, բայց այսօր Աստված փոխհատուցեց ու մեր համար սենց լավ օր կազմակերպեց, շատ սիրուն ամսօր Հեսա որ պատվերը կա, ցույց կտամ, թե ինչ ենք վերցրել։ Եկել ուզում ենք Ինստագրամի համար ռիլ նկարել։ Համել եթե ինչ չեք հետևում Ինստագրամում, կարող եք գնալ ու հետևել, այնտեղ լիքը հավես վիդեոներ կա, որը որ չկա այստեղ։ Ճիշտ է ասում։ Մեկ էլ, խոսացի, մեր եղունգները նայեք, էլի խնդրում եմ։ Տոնականների։ Լրիվ տոնական։ Զույգեր են։ Երկու քույր են, երկուսն են նույն գույնի մատենով։ Եկա։ Սա էլ մեր բուրգերը և ունական աղցանը։ Հեսա համով էլ կկիսվենք, նույնը ինձ մոտ է։ Սա շրջեմ, հոպաս, ձևնոցները հագնենք ու անցնենք գործի։ Համով կերանք, հիմա դուրս են եկել ձնառատ Երևանով ման գանք, գիշերը ձուն է տեղացել, բոլորս ուրախ ենք, երջանիկ, կուշտ, մնաց գործերն էլ ավարտենք, երեկոյան իդեպ իվենթի եմ հրավիրված, դեռ պիտի գնամ տուն, հասցնեմ պատրաստվեմ, փոխվեմ, մի խոսքով, սա առանձին վիդեոյի տեսքով կտեղադրեմ անպայման, մեկ էլ ուզում էի ձեզ ասել, որ իրականում YouTube-յան իմ ալիքում ամենաշատ դիտումները հավաքում են unboxing-ները, ես հասկանում եմ, որ իմ ժողովուրդը շատ է սիրում նայել այդ պատվերները, առօրյա վլոգները այդքան շատ դիտում չի հավաքում իմ էջում, բայց շատ եմ ուզում նկարել, բայց երբ որ գիտեմ, որ պիտի նկարեմ, տեղադրեմ ու դիտում չհավաքի, մի տեսակ մոտիվացիա չեմ ունենում, դրա համար կխնդրեմ, որ ակտիվ լինեք, լայքել, մեկնաբանել, որ էջս ակտիվանա ավելի մի խոսքով։ Եկեք ինստա հանել։ Հա, իդեպ ես շատ հետաքրքիր կոնտենտ ավարում։ Այստեղինը չեմ տանում ինստային էլ փորձում եմ այստեղ չանել, շատ բաներ, իրականում հետաքրքիր YouTube-ում ցույց չեմ տալիս, բայց
մի խոսքով կգաք, կսպասեմ։ Հիմա ուզում ենք գնալ Christmas, ինչ են ասում, մարկետ են տունիկները սիրուն, այդտեղով անցնենք էլ, ինչ-որ անելիք չունենք, բայց հետո անցնենք մեր գործերին, ոյ։ Տեսեք ինձ սիրունա։ Պատկերացնեք երեկոյան ինչքան սիրուն կլինի։ Երաժշտություն, մարդիկ, լույսեր, բայց ձյունը ինչքան հեքիաթային է դարձնում ձյունը։ Ձայնը չեմ անջատի, որ զգայք իրական վայրը։ Ձյունը շատ սիրուն է։ Ինչքան հեքիաթ կա այս տոնի մեջ։ Ցավ է սա։ Չէ՞։ Çavesi. Şılkunçiklerine. Սիրում եմ շիլկունչիկները։ Զգացիք չէ իրանց ֆորմաներն է։ Կարելի է սերկուլ երեխեքի հետ երեկոյան ժամերը։ Մենակ գիտեք ինչը չեմ սիրում, անցած տարի Ինստագրամում բարձրաձայնեցի այդ հարցը։ Երբ երեխեքի հետ գալիս ես, ու այստեղ հիմա եթե տեսնեք, ձմեռ պապիկներ կան, ովքեր ամեն կերպ փորձում են ծնողներից գումար կորզել, երեխեքին օգտագործելով, ձեռքները ինչ-որ փուչի կամ չգիտեմ ինչ են տալիս, աստղաբաշխական գներով, լույսեր, ասենք մի հատ փուչիկը 2000 դրամ, որը որ հեյջ պետք չի էլի, ու բնականաբար չես կարա երեխու ձեռքից վերցնես, հետ վերադարձնես, ու գալիս են ծնողից, պապայից, մամայից փող են ասում, փողի չափն են ասում, 2000, 1000, չգիտեմ, ու նման կերպով փորձում են գումար աշխատել, ինչը շատ տգեղ է, ահավոր տգեղ, չգիտեմ, երևույթ է, որը որ կուզեի վերահսկողություն լիներ ու այդ ամենը վերանար, ամեն տարի նույն պատմությունն է ու տարեց տարի ավելի վերաաճում են, ձմեռ պապիների քանակն էլ մոլախոտերի պես շատանում է, սուտի ձմեռ պապիների, լավ, սիրուն տեսարանը նման թեմաներով չծանաբեռն է, մի հատ զգացեք, իհարկե լույսեր որ կա, գեղեցկությունը չի փոխանցվում, բայց ես էլ է հետաքրքրությունը։ Համ էլ այստեղ դիրեկտ տեսնեմ մեկնաբանություններում կան ինձ այլ երկրից հետևող մարդիկ։ Եթե կան, ապա գրեք, թե որտեղից եք ինձ նայում։ Ինձ շատ հետաքրքիր կլինի իմանալ, թե որտեղից են ինձ հետևում։ Համ էլ կարոտած կլինեք, եթե կան,